Բուլղարիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գերծանր Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 392 կիլոգրամ վերջնարդյունքով ոսկե մեդալակիր է դարձել։ Հայ ջուցածնը պոկում վարժությունում 180, իսկ հրում վարժությունում 212 կիլոգրամ է գրանցել։ Հիշեցնենք, որ 20-ամյա Ռուբեն Ալեքսանյանն այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն էր գրավել։ Մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի նորընծայ չեմպիոնն արդեն Երևանում է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ մի քանի տարի առաջ էր ասում. կգա ժամանակը, եւ Ռուբեն Ալեքսանյանն աշխարհի ամենաուժեղ մարդը կճանաչվի։ ՀԱՕԿ-ի նախագահի ցանկությունն ու կանխատեսումը հետ-զետ է կատարվում է։ Ես այսօր ասել եմ մարզիչին, որ մարզիչի հայրն է, որ ամենակարևորը հիմա միայն պետք է նրանք կարողանան շատ ուշադրություն դարձնել, որ հանկարծ ինքը ոչ մի վնասված չստանա։ Թե չէ այդ դա բնածին տրված է, սեպտեմբերին պետք է լինի մեծահասակների աշխարհի առաջնությունը, ինքը պատրաստական է արդեն մասնակցելու, միայն դա արդեն կախված է մարզիչներից, որ պետք է կարողանան շատ նուրբ վերաբերվեն այդ երիտասարդի հետ, որ միայն ինքը տրավմա չստանա։ Եթե չստանա, ուրեմն անպայման մինչև իր 25 տարեկան հասակում, այո, ինքը կճանաչվի աշխարհի ամենաուժեղ մարդը, որը դա պետք է ասեն մեր հայն է, որը մենք պետք է հպարտանանք։ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանն իր թիմակիցների հետ նախապատրաստվելու է սեպտեմբերին Անտալիայում կայանալիք արդեն մեծահասակների աշխարհի առաջնությանը։